Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակը, այսօր իմ հյուրը ջութակահար Դետմոլդի կոնսերվատորիայի պրոֆեսոր Արամ Բադալյանն է, բարև ձեզ։ Եվ այսպես առաջին անգամ հայկական կատարողական արվեստի պատմության մեջ հայերեն է թարգմանվել Կարլ Ֆլեշի մոնումենտալ եւ շրջադարձային ջութակ նվագելու արվեստ աշխատությունը։ Պարոն Բադալյան, որքանով է սա կարևոր Հայաստանի համար, Հայաստանի մշակութային կյանքի համար եւ մասնավորապես ջութակահարների համար։ Կարելի է ասել սա պատմական քայլ է, մեծ սկիզբ է, մեկ քայլ, մինչև այսօր Հայաստանում երբեք նմանատիպ մեծ խոշոր աշխատանք չի թարգմանվել հայերեն լեզվով, եղել են ռուսալեզու թարգմանությունը կա, օրիգինալ աշխատանքի ռուսերեն լեզվով, որը որոշ մարդիկ կարդացել են կոնսերվատորիայի պրոֆեսորներ, գիտեն, կարդացել են, տեսել են, բայց հայալեզու նմանատիպ թարգմանություն, նմանատիպ խոշոր աշխատանքի առաջին անգամ է։ Այսինքն սա գլխավոր հիմնարար դասագիրքն է, չէ՞, եթե չեմ սխալվում։ Սա հիմնարար աշխատություններից մեկն է, կան նմանատիպ 3-4 աշխատանք, տարբեր դպրոցի ուղղություններ, տարբեր ուղղություններ ջութակային դպրոցի, սա աշխատանքներից մեկն է։ Այսինքն սա սովորեցնում է տիրապետել գործիքին։ Գիտեք, դժվար է ասել, գիրքը եթե դուք վերցնեք գիրքը կարդաք, ջութակահար չեք դառնա, բայց գիրքը ամբողջովին ներկայացնում է անալիզը ջութակային տեխնիկայի, ջութակ նվագելու արվեստը ամբողջությամբ, առաջին գրքերից մեկն է պատմության մեջ, որը բոլոր ասպեկտները ուսումնասիրել է ջութակ նվագելու։ Իսկն ավելի, այսպես ասած, պատասխանում է այն գործիքին տիրապետելու բոլոր հարցերին։ Այո։ Նաև պետք է նշենք, որ առաջին անգամ հրատարակվելով 1923 թվականին այն մնում է ջութակահարների կրթության անկյունակարը եւ մինչեւ այժմ լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհի երաժշտական ուսումնական հաստատություններում։ Այո։ Այս մասին կխնդրեմ ավելի մանրամասն, որովհետեւ 23 թվականին առաջին անգամ, այսպես մոտ 100 տարի առաջ հրատարակվել է եւ մեկ դար ինքը լինում է այսպես ամենակարևոր գրքերից մեկը, դասագրքերից մեկը այս ոլորտի։ Կարլ Ֆլեշը ընդհանրապես մեծ հայտնի ջութակահար է եղել եւ մեծագույն մանկավարժ, իր ամբողջ աշխատանքը ավելի քան 10 նմանատիպ աշխատանքներ, ձեռնարկներ կան իր կողմից գրված, որոնք շատ օգտագործվում են մինչև այժմ, մինչև այսօր ջութակահարների կողմից ամենահայտնին կամաների համակարգն է, որ անգամ Հայաստանում շատ հետաքրքիր դեպք եղավ գալուց մեքենայի մեջ, մեքենայի վարորդը ջութակահար էր, ինքն էլ էր սովորել Կարլ Ֆլեշի կամաներով, կամային համակարգերով։ Այսինքն օգտագործվում է ամբողջ աշխարհում, Սովետ միությունում է օգտագործվել, Գերմանիայում, Ամերիկայում նաև գամաների համակարգ։ Իսկ գիրքը առաջին գրքերից մեկն է, որ ամեն ասպեկտ ջութակային արվեստի ուսումնասիրել է, գրել է։ Օրիգինալ աշխատանքը 23 թվին շատ ավելի մեծ է, քան թե մեր թարգմանությունը։ Երկու գիրք են, ընդհանուր իր հետ մոտավորապես 550 էջ։ 23 թվից մինչև այսօր գերմանական ջութակային արվեստի մեջ իրոք ամենամեծ գործն է եղել, որի վրա հիմնվում են բոլոր գերմանական պրոֆեսորները ջութակը ուսուցանելուց։ Դուք գերմաներենից հայերենի թարգմանիչն ու գլխավոր խմբագիրն եք։ Ինչպես որոշվեց, ինչպես առաջացավ այս միտքը, որ գիրքը պետք է լինի նաև հայերեն։ Դա երկար պատմություն է, ուրեմն գիրքը 23 թվից ի վեր չէր վերահրատարակվել, վերանայվել մինչև 2020 թվականը։ 2020 թվականին Բերլինում Մաքսիմիլիան Սիմոնը ջութակահար, Բերլինի ռադիո օրկեստրի փոխկոնցերտմայստեր եւ երկրորդ ջութակների կոնցերտմայստերը Նադին Կոնտինին որոշում են վերախմբագրել, մոդեռնացնել, արդիացնել եւ մի քիչ ավելի կարճացնել, որովհետեւ Կարլ Ֆլեշի աշխատանքը շատ մեծ էր։ 2020 թվականի լույս տեսնելուց հետո Մաքսիմիլիանը գալիս է Հայաստան վարպետության դասեր անցկացնելու եւ հանդիպում են Ելենա Յակովլևայի հետ, Primavera Foundation-ի նախագահ տնօրենը եւ միտքի առաջանում վարպետության դասեր անցկացնելուց հետո թարգմանել հայերեն, որովհետեւ Մաքսիմիլիանը տեսնում որ Հայաստանում դասախոսները կարիքն ունեն այդ ինֆորմացիայի, որ հիմիկվա ժամանակակից ջութակային արվեստը Հայաստանում կարիք ունի նմանատիպ ինֆորմացիայի։ Այստեղից սկսում է Ելենայի աշխատանքը դեպի այդ ծրագիրը։ Տեսեք, Էդուարդ Թոփչյանը շատ հետաքրքիր մի բան է ասել։ Հույս ունեմ, որ այս հրատարակությունը կոգեշնչի եւ կնպաստի Հայաստանում ջութակի կրթության վերածննդին, վերադարձնելով այն բարձր մակարդակը, որը նախկինում գոյություն ուներ եւ որին այսօր էլ կարող ենք հասնել։ Այսինքն մենք այսօր այս առումով խնդիր ունենք, պարոն Բադալյան։ Ունենք խնդիր, ինչպես բոլոր հին Սովետ միության երկրները, քանի որ 90-ականներին մեծ գաղթ ունեցավ, բոլոր լավագույն մասնակիցները դուրս եկան երկրից, ինչպես նաև Ռուսաստանում, Մոսկվայի կոնսերվատորիան նույն խնդիրների հետ առնչվում այսօր ինչ որ մեր Երևանի կոնսերվատորիան
Մնացին նվիրված մի քանի մարդիկ, որոնք փորձեցին պահել, բայց ինչքան էլ փորձես, էլի ինֆորմացիոն սով կա Հայաստանում, նամանավանդ մարզերում։ Երևանը դեռ պահում է, բայց մարզերում ես շատ ակտիվ եմ Գյումրիում, Գյումրիի կոնսերվատորի շրջաններում ընդհանրապես իրոք մեծ սով է։ Մարդիկ շատ ուզում են ինչ-որ բան անեն, բայց չգիտեն ինչպես եւ ոնց։ Դրա համար այդ խնդիրը կա, հայերը Հայաստանը շատ տաղանդավոր երկիր, որ մենք շատ տաղանդներ ունենք, ես շփվելով տեսնում եմ երեխաները շատ տաղանդավոր են, ուղղակի ինֆորմացիայի սով կա, որը մենք փորձում ենք հիմա հագեցնել։ 90-ականներին, ինչպես դուք եք ասում, շատերը հեռացան դեպի Գերմանիա, հա, դեպի եվրոպական երկրներ ավելի շատ։ Դե ցավալի է ասել, բայց ով ուր կարողացավ գնաց, որտեվ ես 90-ականին ես 84 թվականից երեխա էի։ Ինձ համար դա խաղողապար էր, երբ լույս չկար, ուտելիք չկար, ես ինքս կանգնում էի հացի հերթեր, բայց իմ ծնողների համար կամ տարիքով մարդկանց համար դա խայտարակություն էր ուղղակի, եւ ով ինչ ձևով կարողացավ գնաց, իհարկե ըստ նաեւ մասնագիտական կարողությունների լավագույնները իհարկե Ամերիկա, Գերմանիա, Ռուսաստան, Մոսկվա շատ Բայց նաև ասում եք, որ Ռուսաստանից էլ այդ նույն արտագաղթը եղավ։ Այո, իմ դասախոսը, իմ վերջնական դասախոսը Յոզեֆ Ռիսինը 70-ականներին արտագաղթեց Գերմանիա, Ռուսաստանից, Սովետ Միությունից։ Արդեն այն ժամանակ 70-80-ականներին արտագաղթը կար լավագույն։ Իսկ հիմա խնդիրը ո՞րն է։ Հիմա շատ հաճախ ասվում է, որ ավելի լավ վիճակում են արվեստագետները, քան օրինակ մի քանի տարի առաջ։ Հիմա խնդիրը ո՞րն է, որ ամեն դեպքում հետաքրքրությունը այս արվեստի այս ճյուղի նկատմամբ էլի քիչ է, որ պարոն Թոփչյանն էլ անգամ ասում է, որ հույս ունի, որ կնպաստի ջութայքի կրթության վերածննդին հենց այս ձեռնարկը։ Ցավոք սրտի խնդիրը միշտ մնում է նույնը, ֆինանսական ապահովությունը, այդ խնդիրը ոչ միայն Հայաստանում է, Գերմանիայում էլ մենք արդեն ունենք խնդիր, հենց ֆինանսական ինչ-որ խնդիրներ են լինում, առաջինը մշակույթի ոլորտն է տուժում եւ վերջինը հասնում է իհարկե, երբ որ ֆինանսական խնդիրներն անցնում են, վերջին ուշադրությունը գայիս է մշակույթին։ Բայց ասում են Գերմանիայում ավելի լավ վերաբերմունք արվեստի նկատմամբ արվեստը առաջնային է այնտեղ, հիմա տեսեք դուք ասում եք, որ այնտեղ էլ միշտ վերջինը հասնում է մշակույթին։ Դա ընդհանրապես աշխարհում գերմանացիները շատ են ուշադրություն դարձնում մշակույթին, քանի որ 70-ից սկսած մինչև 90-ականների վերջ իրանք շատ էկոնոմիապես լավ վիճակում էին, իրանք նաև գրավում էին բոլոր մասնագետներին, լավագույն մասնագետները աշխարհից ջութակային ասպարեզում, ջութակի պրոֆեսորները Գերմանիայում էին եւ են հիմա էլ, բայց հիմա պատերազմից հետո Ուկրաինայի հետ ունեն մեծ էկոնոմիկ խնդիրներ, որը ուղիղ արտահայտվում են նաեւ մշակութային կյանքում մեր կոնսերվատորիայի վրա, մնացած կոնսերվատորիայում մենք դա լսում ենք, տեսնում ենք, ապագան լավ չի երևում, նաև Գերմանիայում չնայած համատելի չի, էլի ուշադրությունը իհարկե շատ ավելի մեծ է, քան թե սովետական հին Սովետ Միության երկրներում։ Այսինքն ուկրաինական պատերազմը անդրադարձավ Գերմանիայում հենց նաև մշակույթի վրա։ Բոլոր ոլորտների վրա, իհարկե։ Որովհետև շատ հաճախ ասում են, որ այդ պատերազմից հիմնականում տուժում են Ուկրաինան, բնականաբար ու նաև Ռուսաստանը, բայց մենք շատերս գիտենք, որ դա լուրջ անդրադարձ է ունենում եվրոպական շատ երկրների վրա եւ այդ խնդիրը նաև այդտեղ է հենց դիտարկվում։ Գիտեք, որպես ջութակար ես քաղաքականությունից շատ հեռու եմ։ Ես ուղղակի որպես արվեստագետ ես զգում եմ իմ վրա, իմ մեր կոնսերվատորիայի վրա, ընդհանրապես մեր աշխարհի երաժշտական աշխարհի վրա անդրադարձ զգացվում է։ Իսկ Հայաստանում ինչ պետք է անել, որպեսզի այս արվեստի այս ճյուղի նկատմամբ հետաքրքրությունը ավելի մեծանա, որովհետև ֆինանսական հարցն է միայն, այսինքն աշխատավարձը բավարար չէ, որ մարդը ջութակ նվագելով, արվեստով զբաղվելով կարողանա ապրել։ Հիմնական խնդիրը միշտ ֆինանսներն են, բայց իմ տեսնելով, որովհետև վերջին 4 տարի ես ակտիվ եմ Հայաստանում, ինչ որ դրական շարժ կա, անգամ երաժշտական գործիքներ են նոր ստանում կամերային տունը, ֆիլհարմոնիան եւ հագին մեծ աշխատանքներ կա, դրական բաներ ես տեսնում եմ, այսինքն ֆինանսապես իմ կարծիքով ինչքան տեսնում եմ ինչ որ առաջ խաղացումներ կան, բայց իհարկե հարցը միայն ֆինանսները չեն, որովհետեւ եթե վերցնենք ուղղակի ֆինանսներով ամեն ինչ փակենք, այդպես էլ չի, նաեւ հետաքրքրությունն է զարգացնելու ոլորտը։ Այսինքն ինչ ասել է հետաքրքրությունն է պահանջարկը մարդու ժողովրդի հանդիսատեսի պահանջարկը երիտասարդների հետաքրքրությունը ջութակար դառնալու եւ մարդկանց, որոնք հետաքրքրված են ոլորտը զարգացնելու, այսինքն մասնագետների, հանդիսատես ինձ եւ ասենք Ելենայի, որը նմանատիպ նախաձեռնություն է։ Իսկ կա այսպիսի մի բան, որ նկատել եք, որ հանդիսատեսը հասարակությունը հետաքրքրված չէ այս
արվեստով։ Հանդիսատեսի տարբեր խավեր կան։ Գոյություն ունի 50-ից բարձր տարիքի մարդկանց խավ, որոնք շատ հետաքրքրված են ջութակով, դասական երաժշտությամբ, ասենք դասական երաժշտությամբ ջութակով, նրանք սովետ միության ժամանակ կրթություն ստացած մարդիկ են, 90-ականների ժամանակ մեծացածները մի քիչ ավելի քիչ են ուշադրություն դարձնում նման նույն էկոնոմիայի հարցերով, եւ կան երիտասարդներ, որոնք շատ ավելի հետաքրքրված են։ Այսինքն 2000-2010 թվականից հետո ծնված երեխաները, երիտասարդները շատ ավելի մեծ հետաքրքրություն են։ Այսինքն հանդիսատեսի խավը ինչքան ես եմ տեսնում, կամ շատ բան են, շատ երիտասարդ են, կամ ավելի ծեր։ Միջին խաղը 90-ականներին մեծացել, մի քիչ ավելի քիչ է, բայց դա մեր գործն է, մեր երաժիշտների աշխատանքն է իրենց նաև հետաքրքրել եւ բերել դահլիճ։ Այսինքն միջին խավը դասական արվեստով շատ ավելի քիչ է հետաքրքրված ձեր ասելով եւ ձեր տպավորությամբ, պարոն Բադալյան, եւ այստեղ դուք որպես արվեստագետ նեղ սրտում եք, երբ տեսնում եք, որ այդ այսինքն կա մարդկանց մի հատված, որ ավելի շատ նախընտրում է օրինակ բոլորովին այլ երաժշտություն, չգիտեմ, ռաբիս երաժշտություն եւ այդքան էլ հետաքրքրված չի դասական արվեստով։ Գիտեք, ես այդ առումով շատ լայն եմ մտածում։ Եթե աշխարհում գոյություն ունի մեկ մարդ, որ լսում է մի տեսակի երաժշտություն, իմաստուն հետ երաժշտությունը կարելի լինել, բայց չի կարելի մերժել այն հանգամանքը, որ երաժշտության մակարդակի եւ որակի տարբերություններ կան։ Դասական արվեստ, դասական երաժշտությունը թեկուզ հիմքը եկել է Եվրոպայից եւ Գերմանիայից, սկսած Բախով որպես հիմնադիր ամբողջ այդ ամեն ինչի, շատ մեծ որակի երաժշտություն է եւ գաղափարը հիմքում շատ արժեքավոր է։ Դրա համար ես կուզեի, որ ես դեմ չեմ բոլոր մնացած էստրադային երաժշտություններին, ես ինքն շատ բաներ լսում եմ եւ հաճույքով շատ արժեքավոր ստեղծագործություններ կան, որոնց ստեղծագործություն երգեր, ասենք այսպես, բայց դասական երաժշտությունը որպես այդպես ինքը մարդուն հարստացնում է։ Մարդու հոգեբանությունը, հոգեկան աշխարհը, մարդու տեսակը մեծացնում, բարձրացնում է։ Դրա ես շատ կուզեի։ Ես չեմ ուզում որ լսվի մենակ դասական երաժշտություն եւ մեքենայի մեջ ուրիշ տեսակ երաժշտություն չլինի, չէ, բայց ես կուզեի որ ցանկացած հայ մարդ ճանաչեր դասական երաժշտություն, հասկանար եւ հարստանայինք մենք բոլորս հոգով եւ բարձրանալ տեղ միշտ կա։ Որն է ջութակի կախարդական ուժը։ Ջութակ որպես գործիք ունի մի յուրահատկություն։ Նա կարող է ուղիղ ձևով արտահայտել մարդու զգացմունքները։ Եթե ես ինչ-որ բան զգում եմ, սիրում եմ ինչ-որ մեկին, սեր բառը շատ լայն բառ է։ Աշխարհում գոյություն ունի 8 միլիարդ մարդ, ամեն մեկը օգտագործում է սեր բառը։ Սերը կարող է լինել ծնողին, սերը կարող է կնոջը, երեխային, սերը կարող է լինել 10 տարեկան, 20 տարեկան հասուն, 30, 50, 60 տարեկան, նույն մարդը հաջորդ մարդուն սիրում է տարբեր ձևերով։ Այսինքն բառերով արտահայտելը, երբ որ ես ասում եմ սեր, դուք այդ թարգմանում եք սերը զգացմունքի, շատ կոպիտ եւ լայնն է։ Ջութակով, երբ որ ես ուղղակի նվագում եմ, դուք զգում եք ես ինչպես եմ սիրում, ում եմ սիրում, ինչ եմ ասում։ Դա էլ հրաշքն է ջութակի արվեստի, որովհետեւ ես կարող եմ բեմում նվագել, եղել են դեպքեր, երբ որ մարդիկ հասկացել են ես ինչ եմ պատմում։ Հետո եկել են ինձ փաթաթվել են։ Ձեր հոգու հույզերը փոխանցել եք ջութակի միջոցով։ Ամբողջ իմ հոգու ներաշխարհը փոխանցում է մի անգամից մարդուն, որ ես բառերով երբեք չի կարողանա արտահայտել։ Այսինքն մարդը կարող է զգալ այդ պահին դուք էմոցիոնալ ինչ վիճակում եք, տխուր եք, հուզական վիճակում եք, ուրախ եք։ Մարդը կարող է զգալ ես ով եմ, ես ինչ եմ զգում եւ ինչու եմ սիրտը ցավում։ Մի անգամից։ Դա է ամենահաճելի, բեմի վրա ամենահաճելի ու ամենամեծ զգացումը, որ ունեմ, որ ես 200 մարդուն ցույց եմ տալիս ես ինչ եմ վերապրում, իրանք հասկանում են, գալիս են, փաթաթում են, ասում են մենք հասկացանք, մենք քեզ հետ ենք։ Իսկ ջութակը կարող է եւ հուզել եւ ուրախացնել մարդուն, լսողին։ Ամեն ինչ զգացողություն ունեք։ Դրա համար նույն ստեղծագործությունը, օրինակ Բեթհովենի ջութակի կոնցերտը հարյուրավոր տարիներով կատարվել է մեծագույն երաժիշտների կողմից։ Ձայնագրություններ կան 50-ից 100-ից ավել, որոնք գլուխ գործոցներ են, բայց ցանկացած մարդ նոր ձևով կատարելով լրիվ նոր ձևով հնչում, որովհետև ամեն մարդ ունի իր ներաշխարհը, իր բնավորությունը ներաշխարհը դուրս է գալիս ջութակով, թեկուզ նոտաները լրիվ նույնն են։ Դրա համար կախված է թե մարդ ինչ ներաշխարհ ունի, լրիվ ուրիշ ձևով է հնչում։ Նույն կոնցերտը, որ ես կատարում եմ 3 Ցուկերմանի հայրահայ ջութակարի կատարմամբ լսվում է լրիվ ուրիշ ստեղծագործություն, Սերգեյ Խաչարյանի կատարմամբ լրիվ ուրիշ ստեղծագործություն, ոնց որ նույն երաժշտությունը չլինի, այսինքն ինչ մարդ զգում է ներսից, միանգամից արտացոլվում է դուրս։ Եթե մարդ ուրախ է, տխուր է, տրագեդիան։
Եվ հետևաբար կարևոր է համարում, որ դասական արվեստի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում մեծանա եւ ինչպես դուք եք ասում, միջին տարիքի մարդիկ շատ ավելի հետաքրքրված լինեն դասական երաժշտությամբ։ Ես կուզենայի, որ բոլոր մարդիկ հետաքրքրված լինեն, որովհետև դասական երաժշտությունը, դասական արվեստը հարստացնում է մարդու հոգին, բարձրացնում է մարդու հոգին։ Այսինքն կդառնանք շատ ավելի լավ մարդիկ, եթե կարողանանք հասկանալ այդ երաժշտությունը։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, իմ հյուրը ջութակահար Դետմոլդի կոնսերվատորիայի պրոֆեսոր Արամ Բադալյանն էր։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։